Նոր սերունդը դարձել է ավելի զգայուն ու պահանջկոտ, եւ ինչպես է դա անդրադարձել մեր կյանքի վրա։ Մարդիկ դարձել են ավելի պահանջկոտ, բայց չեն աշխատում ավելի լավ եւ ավելի շատ չեն տալիս։ Նոր սերունդը պատնա նախորդ սերնդի աչքերում, որով ես կատեգորիկ համաձայն չեմ։ Այստեղ մենեջերների եւ HR բաժնի դերը շատ կարեւոր է, որ կարողանան ճիշտ ձևով ներկայացնել, թե իրենց արած աշխատանքի ներդրումը, իմաստը, ազդեցությունը ինչպիսինն է։ Դու աշխատող ես, սուսուփուս պիտի նստես տեղդ։ Դու ով ես, որ մեզ ասես, մենք մեր բիզնեսը ոնց վարենք։ 9-ից 6 աշխատակից այստեղ նստած է, ուրեմն լավ աշխատակից է։ Արդյոք ձեր աշխատակից ավելի դժբախտ չի դառնում։ Արդյոք դժբախտ աշխատակիցը դժբախտ հաճախորդներ չի ստեղծում եւ արդյոք դժբախտ հաճախորդները ձեզնից ինչ որ մի օր չեն գնա։ Շատ մեծ ռազմավարական որոշումները չեն կարող միանշանակ եւ միայն հիմնվել զումերների կարծիքի վրա։ Կարող է տնտեսական կոլապսի առաջ կանգնենք։ Սերունդների հարց միշտ է եղել։ Ձեր երեխան, որ ամուսնանում է, ինքը իր հարսանիքի ժամանակ անկեղծ ուրախանում է, թե ոչ։ Ես չեմ սիրում շորտիկներով տղա տեսնել աշխատավայրում։ Մի քանի շորտիկով տղա հենց նոր տխրեցի։ Ողջույն, դուք դիտում եք Հոմոդեուսը, իսկ ես Դավիթն եմ։ Այսօրվա իմ հյուրն է HR Լիլիթ Գևորգյանը։ Ողջույն Լիլիթ։ Ողջույն։ Ինչպես ես, գործերը ոնց են, չնայած մինչև այս մենք զրուցել ենք արդեն, բայց երկու բառով կարող ես ասել ոնց ես։ Գործերը լավ են, ակտիվ, գարնան զուգընթաց, գնալով զարգանում եւ արագանում։ Ինտենսիվ տրեյնինգների մեջ ես։ Այո։ Եվ բավական հաջող է ստացվում ամեն ինչ։ Փորձում եմ։ Ես ուզում եմ քեզ հարց տալ քո գործի հետ կապված եւ որը կարծում եմ այս պահին քո մոտ շատ ակտուալ է։ Դու քո գործում շատ ես շփվում զումերների հետ։ Մենք այսօր հիմնական մեր թեման հենց զումերներն են։ Եվ հարց, ինչպես ես դու լեզու գտնում նոր սերնդի հետ։ Դժվարությամբ։ Շատ անկեղծ սրտից պատասխան էր գուցե։ Բայց մի քիչ ավելի ամբողջական պատասխանեմ, ասեմ, ես իմ վրա գիտակցական ջանք եմ ներդնում, չեմ ասում թե դժվար է, չեմ ասում թե բարդ է, բայց հաշվի եմ առնում այդ սերնդի յուրահատկությունները իրանց հետ շփվելու ժամանակ։ Թե լինի աշխատանքում, թե լինի աշխատանքից դուրս։ Շատ սիրում եմ, իհարկե, նոր սերնդին, ինքս էլ համել Երևանի պետական համալսարանում դասախոսում եմ։ Եվ հենց այդ սերնդի ներկայացուցիչները գուցե անգամ զումերներից հետո արդեն ալֆա սերնդի հետ գուցե արդեն առնչություն ունեմ, բայց զումերներն ինչ խոսք շատ են, թե աշխատավայրում, թե տարբեր պրոյեկտներ շրջանակներում եւ թե համալսարանում, եւ իրանք շատ յուրահատուկ են։ Իրանց հետ շփվելուց միշտ մտածում եմ, թե ինչպես պետք է իրենց տամ հանձնարարությունը կամ հետադարձ կապ տամ, կամ ինչ-որ թեկուզ մի բան բացատրեմ, երկու անգամ ավել մտածում եմ։ Հետաքրքրությունը գիտես որն է, որ մենք մինչև էսել մտածում էինք մարդկանց հետ կոմունիկացվելուց, աշխատելուց, բայց առաջին անգամ երևի մենք ոչ թե փորձում ենք ուղակի մտածել, այլ փորձում ենք մտածելով ընտրել ինչ-որ ալտերնատիվ ուղիներ, որոնք մինչև էս մենք չենք ունեցել, որպեսզի իրենց հետ շփումը կառուցվենք ու ստացվի։ Իրենք հիմա, եթե չեմ սխալվում, մոտավոր 30-40%-ն են կազմում աշխատաշուկայի, եթե ոչ ավել։ Բավականին մեծ թիվ է։ Այո, իսկ դու ըստ քեզ ինչ բնորոշիչներով ես առանձնացնում զումերներին նրանցից, ովքեր օրինակ այլ սերնդի ներկայացուցիչ են, X, Y եւ այլն։ Ինչ խոսք ես միլենիալ եմ եւ ամենահեշտը իրանց հետ եմ աշխատում, քանի որ մտածելակերպի եւ արժեքների տեսանկյունից ունենք նմանություն, գուցե նման դաստիարակություն ենք ստացել եւ այլն։ Ինչ վերաբերում է զումերներին, իրանք շատ յուրահատուկ են այն տեսանկյունից, որ շատ տարբերվող ժամանակաշրջանում են ծնվել։ Դե մոտեցումները տարբեր են, չէ, 90-ականների սկզբից կամ մոտեցում, որը ասում է 92 թվականից սկսած, կամ մոտեցում, որը ասում է 90-ականից սկսած, բայց փաստացի, եթե համարենք 90-ից մինչև 96, 97, այդ մոտեցումն էլ կար, այո, մինչև 2010 թվականը։ 14-ը արդեն ոնց որ ալֆա էր համարվում, այո, մոտեցումները տարբեր են, ամեն դեպքում ֆիքսենք մենք մեզ համար 90-ներից մինչև 2005 կամ 10 թվականները։ Այս սերնդի յուրահատկությունը այն է, որ դա համընկել է համաշխարհային մի շարք զարգացումների հետ, նույն տեխնոլոգիաների զարգացման, թվային տեխնոլոգիաների զարգացման, ինտերնետի, գլոբալիզացիայի, տարաբնույթ սոցիալական եւ էկոլոգիական հարցերի հետ, այսինքն սերնդի զարգացումը
զուգակցվել է աշխարհում տեղի ունեցած շատ մեծ փոփոխությունների հետ եւ դա ունի ազդեցություն նաեւ իրանց առանձնահատկությունները ձևավորելու տեսանկյունից։ Առաջին առանձնահատկությունը, որը ես զգացել եմ, որը բնորոշում է զումերներին, դա այն է, որ նրանք նախընտրում են on-line շփումը, շատ են սիրում թվային տեխնոլոգիաներով շփում եւ երբեմն գուցե դժվարանում են կամ շատ չեն սիրում հենց դեմարդեմ շփում, մարդկային շփում։ Առնվազն եթե համեմատենք այլ սերունդների հետ, դա իրանց շատ բնորոշ է։ Երկրորդ կարևոր բանը, որը ես զգացել եմ արդեն վերջին տարիների ընթացքում, դա այն է, որ նրանք իրենց աշխատանքի մեջ շատ են սիրում տեսնել այն ազդեցությունը, որը իրանք ունենում են այդ աշխատավայրում այդ գործը անելիս։ Արագ հետադարձ կապ ստանալ։ Դա երրորդ առանձնահատկությունն է, նաև իրանք իրանց արածի վերաբերյալ են ուզում ստանալ, նաև իրանց աշխատանքի արդյունքն են ուզում արագ տեսնել։ Եվ այսպիսի մի յուրահատկություն կա այս պահի դրությամբ, ես New York Post-ի մի հոդված էի կարդում, գրված էր, որ ադմինիստրատիվ հաստիկները շատ մեծ կրիզիսի մեջ են, որովհետև այս զումերները չեն ուզում համալրել այդ հաստիկները, իրանք իմաստ չեն տեսնում այդ օֆիս մենեջմենթային կամ ադմինիստրատիվ թղթաբանության հետ կապված աշխատանքներում։ Գուցե դրա համար այդ ամեն ինչը շատ տխուր է իրանց համար, արդեն ռոբոտացվե։ Այո, իրանք շատ են սիրում իրանց աշխատանքի մեջ տեսնել impact-ը, ազդեցությունը։ Եվ մյուս կարևոր բանը նաև այն է, որ իրանք շատ ուշադրություն են դարձնում սոցիալական կոմպոնենտներին։ Այսինքն շատ են կարևորում, որ ընկերության արժեքների մեջ անպայման լինի սոցիալական այդ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մթնոլորտը, նաև իրանք շատ ուշադիր են տարաբնույթ սոցիալական երևույթներին, որոնք որ տեղի են ունենում շրջակա միջավայրի հետ կապված տարբեր երկրներում պատերազմների, գլոբալիզացիայի, տարբեր խմբերի, շահերի պաշտպանության, այսինքն շատ ուրիշ հետաքրքրություններ ունեն նրանք աշխատանքից բացի։ Սկսենք առաջին կետից, որ իրենք սիրում են սոցիալական շփումը, թվային շփումը եւ նախընտրում են այն իրական շփումից։ Բնականաբար այդտեղ բաժանումը շատ կտրուկ չի եւ հետեւաբար իրանք իրական շփմանն են ժամանակ տրամադրում, ոչ իրականն էլ, բայց վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ժամանակը, որը ծախսում են թվային աշխարհում նոր սերնդի ներկայացուցիչները, տատանվում է տենց 6-ից 7 ժամի շրջակայքում, հետեւաբար եթե օրինակ վերցնենք մեզ օրինակ 2000-ական թվականներին, որ նոր մտնում էր մեր կյանքես ամենը, եթե օրվա ընթացքում 2 ժամից ավել, 3 ժամից ավել հեռուստացույցի առաջ էինք լինում, դա կատաստրոֆա էր։ Ընտանիքի անդամները միանգամից քեզ կնքում էին որպես թեր զարգացած եւ պետք է անպայման շփվեիր, շատ դուրս գայր փողոց, աշխուժ կյանք տեսնեիր։ Այո։ Ու կյանքի ժամանակակից կյանքի մեծ մասը տեղափոխվել է on-line աշխարհ։ Դրան շատ տարբեր պատճառներ կան բնականաբար, աշխարհի արագ փոփոխվող ռիթմը, տեխնոլոգիական նորամուծությունների ագրեսիվ ներհոսքը մեր կյանք, որ ամեն տեղ առօրյան պարտադրում է ունենալ սմարթֆոն օրինակ, որովհետև տաքսի չես կարողանա կանչել, ուտելիք չես կարողանա պատվիրել, sense պատճառներով, բայց Էկոստեպը արևային պանելների մասին չէ, այլ ֆինանսական արդյունավետության։ Այստեղ տեղադրված է Հայաստանի տանիքային ամենախոշոր արևային կայանը, ընդհանուր 2.5 մեգավատ հզորությամբ։ Այն ամեն ամիս խնայում է այս գործարանի համար ավելի քան 150 միլիոն դրամ, եւ դա անշուշտ ֆինանսական արդյունավետության մասին է։ Դե ինչ կանաչ քայլ կատարելու հերթը ձերն է։ Իսկ Homodeus պրոմոկոդով արևային կայան տեղադրելու դեպքում կստանաք հատուկ քեշբեք, որը ի դեպ փոքր թիվ չէ։ Մանրամասների համար զանգահարեք 8124 կարճ համարին եւ ձեզ ամեն ինչ կպատմեն, կամ թողեք զանգի պատվեր Ecostep AM կայքում։ Հանդիպենք։ Ես մի հետաքրքիր եզրակացություն ունեմ, որի մասին շատ տարբեր տեղերում, օրինակ վերջերս ստատիստայի վիճակագրությունն էի կարդում ու կարդում էի նրա համար, որովհետև տրեյնինգ պիտի անցկացնեի հենց այդ թեմայով, ոնց են զումերներին կառավարելուն ժամանակակից ղեկավարները, ու ուսումնասիրություն կար, որ ժամանակակից սերնդի գրեթե 80%-ը նախընտրում է ինֆորմացիան ստանալ վիդեոյի տեսքով, կարճ վիդեոյի տեսքով, քան կարդալ դրա մասին, որովհետև տեղում։ Սա խոսում է նրա մասին, որ իրենք սիրում են
կարճ, արագ ինչ-որ ինֆորմացիաներ ստանալ եւ արագ դրանից հետևություն անել։ Դա նաև կապված է քո ասացի հետ, որ դու ասում ես, իրենք ուզում են իրենց ազդեցությունը տեսնել, իրենք տեղադրում են վիդեո ռոլիկ ինտերնետում եւ արագ ստանում են հետադարձ կապ, լավն էր թե վատը։ Recommendation արեց ալգորիթմը իրենց թե ոչ։ Ու լայքերի քանակը իրենց ուղիղ հետադարձ կապ է տալիս, լավ էր թե վատ, արժի շարունակել թե չարժի շարունակել։ Այս առումով բիզնեսը, որը օրինակ որտեղ գերակշռում են օրինակ զումերները, որովհետև թիմեր կան, որոնք ամբողջովին գրեթե կազմված են զումերներից, ունեցել եմ այդպիսի գործընկերներ եւ իրենք բավական հաջողված ղեկավարում են այդ թիմերը։ Ինչպես պետք է մոտեցում ցույց տալ այդ թիմերում, հիմա միայն խոսում ենք դեռ առաջի կոմպոնենտի մասին, խոսքը միայն թվայնացման մասին։ Օրինակ թվային գործիքների կիրառում եւ այլն, ինձ թվում է դու ինձնից լավ կիմանաս։ Որն են այդ լուծումները, որոնք պետք է կիրառել հաշվի առնելով այդ փաստը, որ ժամանակակից սերունդը թվային կյանքով շատ է ապրում։ Հետաքրքիր հարց է եւ դեռ վերջնական չլուծված։ Բայց այստեղ այդ people and culture կամ ինչպես ասում են HR կամ նոր անուններով, մարդկանց այդ աշխատանքի բաժինները շատ մեծ մարտահրավերների առջև են կանգնած այդ տեսանկյունից։ Քանի որ մի կողմից կարողանում են հավաքագրել նման տիպ աշխատակիցներ ներգրավել իրենց թիմ, բայց մյուս կողմից իրանց պետք է մոտիվացված պահել եւ տալ ճիշտ գործիքակազմ, որպեսզի իրանք աշխատեն։ Ինչքան որ ես հասցրել եմ նայել, ուսումնասիրել, կարդալ եւ ինքս իմ փորձի ընթացքում կիրառել, հստակ կարող եմ ասել, որ զումերներին պետք է տալ ցանկացած հանձնարարություն եւ աշխատանք տալուց նախընտրել է, որ այն լինի նախագծային, այսինքն պրոյեկտային, այլ ոչ թե ուղղակի թուղթը ենթադրենք, չգիտեմ, կոպի անել, հա։ Այսինքն իրանք իմաստ տեսնեն այդ աշխատանքի մեջ։ Ես հասկանում եմ, որ դա դժվար է, բայց անգամ եթե դա շատ ադմինիստրատիվ բնույթի աշխատանք է, այստեղ մենեջերների եւ HR բաժնի դերը շատ կարեւոր է, որ կարողանան ճիշտ ձևով ներկայացնել, թե իրենց արած աշխատանքի ներդրումը, իմաստը, ազդեցությունը ինչպիսինն է համայնքի վրա, սոցիումի վրա, չգիտեմ, երկրի վրա եւ այլն, որպեսզի զումերները իմաստ տեսնեն իրանց արածի մեջ։ Այդ առաջին կարևոր կետն է։ Երկրորդը զումերներին ավելի հեշտ է մոտիվացնել եւ աշխատել իրանց հետ, եթե ընկերությունը ներսում ունի տարբեր կամ task management կամ project management ինչ որ գործիք, որ ինքը օգտագործում է, թվային գործիքներ։ Այսինքն որ դա ուղղակի ոչ թե լինի բանավոր ինչ որ բան ասել, թղթով տալ հանձնարարություն կամ թեկուզ ուղղակի հասարակ մեյլով, այլ ինչ որ գործիք լինի։ Երբ որ գործիքներ են տարբեր լինում, որտեղ տոկոսներ են երևում, առաջընթաց է երևում, որտեղ կապն է երևում, կոմունիկացիա հնարավորություն կա, chat, newsfeed բան եւ այլն, դա ասենց մի տեսակ շատ ավելի հարազատ է իրենց համար այդ մթնոլորտը։ Դեռ ես սոցիոլոգ եմ եւ դեռ 20 տարի առաջ որ սովորում էի, մենք անցնում էինք հետաքրքիր երկու եզրույթ, որոնք ես ընդհանրապես այն ժամանակ չէի հասկանում 2002-2003 թվականներին, մեկը կոչվում էր իրական վիրտուալություն, մյուսը վիրտուալ իրականություն։ Ոչ մի ձև չէինք հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Իսկ հիմա մենք ապրում ենք դրա մեջ, համ իրական վիրտուալության, համ վիրտուալ իրականության ըստ էության, եւ նույնն էլ հենց զումերների համար, իրանք այդ վիրտուալությունը պիտի զգան։ Հաջորդ կարևոր բանը ինչի իրանց կարող է մոտիվացնել, ես կարծում եմ, որ դա այն է, եթե people and culture բաժինները կամ ուսուցման պատասխանատուները ոչ թե ուղղակի դասական դասընթացի ուղարկեն օրինակ զումերին, այլ այդ micro learning հիմա որ շատ տարածված է ասում են, ինչպես նաև VR տարբեր տեխնոլոգիաների կիրառությամբ e-learning-ի sense դինամիկ մեթոդներով խաղաֆիկացված կարող են զարգացման եւ տարբեր այլ դասընթացներ այդ ձևով մատուցեն իրենց թիմակիցներին, որպեսզի իրենց նաև հետաքրքիր լինի, որ sense ինչ որ բան սովորեն, համ խաղաֆիկացված կլինի, համ վիրտուալ կլինի, համ էլ օգտակար կլինի։ Դրա համար վիդեոների տեսքով եւ VR տեխնոլոգիաների կիրառությամբ ուսուցման այդ micro learning-ի մեթոդով նաև մոտեցումները շատ տարածված են հիմա ուսուցման մեջ եւ HR բաժինները շատ են այն կիրառում։ Մյուս կարևորությունը այդ հետադարձ կապն է։ Մենք դասական կատարողականի գնահատման մոտեցմամբ եթե առաջնորդվենք, նախկինում էսպես էր, կես տարին կանցներ նոր կողեկավարը կկանչեր, քեզ հետադարձ կապ կտար գնահատման ժամանակ եւ այլն։ Իսկ հիմա իրանք ակնկալում են հետադարձ կապ միանգամից իրենց աշխատանքի որակի վերաբերյալ, թեկուզ եթե այն բացասական է։ Բայց նաև շատ հետաքրքիր ազատականություն ունեն իրանք եւ իրանց այդ աշխատանքում պետքա ցույց տալ անպայման հարգանք եւ փորձել այդ բյուրոկրատիան եւ այդ շատ
խիստ սահմանները չդնել։ Մյուս ամենակարևոր գործիքներից է նաև այդ հիբրիդ կամ հեռավար աշխատանքի հնարավորությունը այս առումով գործատու։ Օրինակ շատ մեծ կառույցներ պարտադիր չի, որում քանակով շատ ավելի դասական կորպորատիվ մշակույթ ունեցող ընկերությունները ըստ այդ զումերների, այսպես ասեմ, կրիզիս են ապրում այն տեսանկյունից, որ օրինակ իրանք չեն սիրում դրես կոդին հետևել, բայց այդ կառույցները դեռ պիտի հետևեն դրես կոդին։ Իրանք չեն սիրում 9-ից 6-ը գալ, բայց կան աշխատանքներ, որտեղ պիտի 9-ից 6-ը աշխատել։ Եվ այդպիսի sense մի քիչ բյուրոկրատիան շատ է, իսկ դա զումերները չեն սիրում։ Այդպիսի մարտահրավերներ եւս ընկերությունները հանդիպում են։ Իսկ ո՞նց է վիճակը մեզ մոտ Հայաստանում եւս շատ հետաքրքիր է այդ իրավիճակը, եթե անկեղծ, մի կողմից ես հանդիպում եմ զումերներ, ովքեր ինձանից տարբեր չեն, ուրախանում եմ, մտածում եմ երևի իրանց ծնողների դաստիարակությունը ուժեղ ա եղել, մի քիչ ամեն դեպքում մենք կոնսերվատիվ բնույթի մշակույթ ունենք այդ տեսանկյունից։ Մյուս կողմից իսկապես ընկերությունները ունեն շատ լուրջ խնդիր զումերներին բերել օֆիս եւ ստանդարտ ժամերով աշխատել։ Դրա համար անուններ չնշեմ, բայց կան բազմաթիվ, իհարկե հիմնականում ՏՏ ոլորտում է, որ կան մի շարք եւ ստարտափ ընկերություններ եւ ՏՏ ոլորտի ընկերություններ, ովքեր որ փորձում են ճկուն կամ հեռավար այդ միջոցով այդ աշխատակիցներին ներգրավել իրենց աշխատանքում, միաժամանակ կիրառելով տարբեր project management-ի գործիքներ, դնելով հստակ deadline-ներ եւ այդպես փորձելով ստանալ ինչ-որ արդյունավետ իրավիճակ, այսպես ասեմ։ Նաեւ ասեմ, որ շատ դժվար է զումերներին օրինակ ներգրավել սպասարկման ոլորտի աշխատանքներում, քանի որ սպասարկման ոլորտում օրինակ մարդիկ պետք է, չգիտեմ, լինի տելեկոմ ընկերություն, լինի ապահովագրություն, լինի բանկ եւ այլն, այդտեղ շատ անհրաժեշտ է հասուն հոգատար վերաբերմունք, զումերները համ երիտասարդ են, համ շատ թվային են եւ մարդկային շփումներում մի փոքր նախընտրություն չունեն։ Մի քանի հարց է ստեղ բացվում, որոնք պետք է անպայման քննարկենք։ Առաջինը պետք է քննարկենք այն, թե ինչ են անում ընկերությունները, որպեսզի կարողանան փորձեն ռազմավարական տեսանկյունից ադապտանալ այս զումերների ինտեգրացիային դեպի կորպորատիվ աշխարհ։ Երկրորդը, որ այս պահին մեր երկրում ոչ պաշտոնական թե պաշտոնական լղոզված են թվերը 30,000-ի կարգի հնդիկ միգրանտներ կան, որոնք աշխատում են հենց այդ շատ բարդ հաստիկներում եւ ցածր վարձատրվող հաստիկներում, օրինակ առաքիչի գործը բավական բարդ գործ է։ Ինչքան էլ ուզում ես տարբեր մարդկանց հետ ես հանդիպում ամեն օր, ամեն մեկի հետ պետք է շփվես։ Այո, երթևեկության մեջ նյարդերը տեն տեղի տալիս ու այդ ամենի հետ մի հատ էլ լսում ես մուննատ, որ ինչի ես ուշացել ու ինչի ես ապրանքը սառը վիճակում բերել եւ այլն։ Այս առումով մեզ մոտ գնաց կոմպենսացիա, որ եկան փակեցին այդ կտորը, մարդիկ ովքեր ֆիզիկական աշխատանքի կտորը փակեցին, որը մեր մոտ բաց էր, մեր մոտ չէին կարողանում գտնել աշխատակից, որը պատրաստ կլինի նման գործ անելու։ Բայց Թրենդը գնում է նրան, ինձ թվում է, որ շուտով նույնիսկ հենց բանկերը ու սպասարկող ընկերությունները բարդություն են ունենալու աշխատակից ընդունելու հենց ադմինիստրատորի հաստիքի, բարդություն են ունենալու հասարակ հաճախորդների սպասարկման մասնագետի եւ այլն։ Փորձում են ինչ-որ ձևով անունները վերափոխել, օրինակ կասիրի, գանձապահի մասնագիտությունը փոխում են հաճախորդների սպասարկման մասնագետ։ Ընկերներիցս մեկը իրենց ընկերությունում անուն դրել են մասնագետի հաճախորդի տրամադրության մասնագետ։ Այդպես են ասում։ Customer success manager դենտաստ։ Բայց իրանք, եթե վերցնենք հին ստանդարտներով, կասայում են աշխատում եւ հաճախորդ ինչ-որ բան է վերցնում, իրանք սպասարկում են, ուղղակի փորձում են այդ դրա հետ փոխանցել լավ տրամադրություն մարդուն։ Սա բիզնեսի փորձերն են ադապտանալ ժամանակակից աշխարհի գլոբալացված փոփոխություններին։ Հիմա առաջին տրամաբանական հարցը դեռ չենք խոսում ռազմավարականից։ Տեղային մեր իրականության մեջ այս պայն Հայաստանում ընկերությունները թվային գործիքներ կիրառելուց բացի որքանով են փորձում այդ սոցիալական պատասխանատվության կոմպոնենտը մշակութային զարգացած մշակութային մեթոդները կիրառել եւ ընկերությունում զարգացնել այդ
ինովացիոն մտածելակերպը, երբ բոլորն իրար լսում են, երբ բոլորը փորձում են առաջարկներ անել եւ նպաստել ընկերության զարգացման, որովհետեւ զումերներին կարևոր է որ մասնակցություն ունենան։ Հայկական ընկերությունների մեջ խնդիրը որքանով է լուծված կամ լուծվում այս պահի դրությամբ։ Շատ կարևոր հետաքրքիր հարց էր, Դավիթ, ընկերությունների անուններ իհարկե չտամ, բայց քանի որ ունեմ երկար տարիների խորհրդատվական եւ աշխատանքային փորձ, կասեմ այն հիմնական պրակտիկաները, որոնց որ հանդիպել եմ, եթե կարելի է, առաջին կարևոր կետերից, որը կասեմ, նայենք աշխատակիցների հավաքագրման տեսանկյունից, շատ ընկերություններ, բանկեր, նույն մեր ընկերությունները տեղս աշխատում եւ շատ այլ ընկերություններ, ինչպես են փորձում ներգրավել զումերներին, թեկուզ ինչպես ասում են, այդ entry level, այսինքն սկզբնական կամ սպասարկման կամ նմանատիպ հաստիկներին դեռ սկսում են ուսանող տարիներից։ Այսինքն տարբեր ակադեմիաների մի քանի ամսվա դասընթացների միջոցով հավաքագրում են երրորդ կուրսի, երբեմն անգամ երկրորդ, չորրորդ կուրսի ուսանողների եւ մասնագիտական դասընթացներ են իրականացնում մի քանի ամսվա, որի արդյունքում եւ որի ընթացքում նաեւ մարդկանց փորձում են վարակել իրենց ընկերության կորպորատիվ մշակույթով, տեսլականով, արժեքներով, որպեսզի այդ մարդիկ, այդ պոտենցիալ աշխատակիցներն ուզեն հենց իրանց մոտ աշխատել եւ դրանից հետո հենց իրանք էլ ներգրավում են արդեն աշխատանքում ավելի հեշտացված տարբերակով, որտեղ իրանց զարգացրած տեխնացուն է արդեն կարելի ասել, հա, գիտելիքների եւ պրակտիկ հմտությունների առումով։ Դա ամենատարածված մեթոդներից է, որը գործում է, որը ինչ որ տեսանկյունից լուծում է այդ հարցը։ Նախկինում այդ հարցադրումը այդքան չկար, բայց հիմա ես չեմ ասի, որ միայն զումերների ներգրավման հարցն են դրանում լուծում, ընդհանրապես այդ մոտեցումը բավականաչափ լավն է, քանի որ դու հասցնում ես պրակտիկ հենց քո ընկերության ստանդարտներին համապատասխան աշխատակիցներ պատրաստել, ստեղծել կարելի ասել, որ եթե անգամ իրանք շուկա դուրս գան քեզ մոտ, եթե չաշխատեն, դա մեկ է մասնագիտական համայնքի համար շատ մեծ ներդրում է ունենալ պատրաստի պրակտիկ աշխատակիցներ, հա, եթե անգամ ինքդ քո մրցակցի մոտ աշխատի։ Դա առաջին ծրագրերից մեկն է, որը իրականացվում է։ Մյուսը, որը շատ տարածված է, ընկերությունները ներսում իրականացնում են տարաբնույթ գոհունակության հարցումներ։ Եվ գոհունակության հարցումները չնայած անանուն են, բայց այնտեղ շատ կարևոր հատվածներ, կանոնակ տարիք, հա, ըստ որի նաև արդյունքները վերլուծվում են։ Այսինքն վերլուծության ընթացքում շատ առանձին ուշադրություն է միշտ դարձվում նրան, թե ենթադրենք այս կատեգորիայի տարիքի տեսանկյունից, հա, խումբը ինչ տարբերվող կարծիք ունի մյուսներից եւ միայն զումերների համար չի, դա ընդհանրապես բոլոր տարիքային խմբերի համար է սովորաբար արվում։ Առանձին հաշվարկում է թե քանի տարի է ինքը այդտեղ աշխատել, նաև թե քանի տարեկան է ինքը ընդհանրապես։ Չնայած ես ձեզ ասեմ, որ հետաքրքիր մոտեցում կա, ըստ որի ընդհանրապես, ուղղակի նոր հիշեցի, այս սերունդների տեսությունը հերկվում է։ Եվ ասում են, որ միայն տարիքը չի կարող որոշիչ լինել, թե այդ սոցիալական խումբը ինչպես է իրան պահելու։ Հետաքրքիր մոտեցում է, այսինքն ես ինքս մեր թեմային պատրաստվելուց առաջ, երբ որ գիտեի ինչ թեմայի մասին ենք խոսելու ու ինքս որ մտածել եմ մի քանի անգամ, եզրակացրել եմ, որ սերունդների հարց միշտ է եղել։ Սերունդները միշտ էլ տարբեր են եղել, անգամ գեղարվեստական գրականության մեջ ենք մենք բարբերաբար դա հանդիպում, այսինքն հիմա էլ ուղղակի զումերները նոր սերունդն են։ Ալֆան էլ գուցե զումերների հետ այդ կոնֆլիկտը ունենա 20 տարի հետո, կոնֆլիկտ չասեմ, բարդություն ասեմ եւ այլն։ Նույնիսկ ասեմ նման են իրար շատ։ Ժամանակակից սերունդը սկսվել է նմանվել, ավելի ճիշտ ոչ թե ժամանակակից սերունդը նմանվել, այլ X-երը սկսել են նմանվել եւ միլենիալները, ինչու՞ չէ, նմանվել Z-երին, զումերներին։ Փաստերով ասեմ, նախորդ թողարկմանը Սերգեյի հետ ենք այդ թեմայով խոսում, որ բախվում եմ անընդհատ այն խնդրին, որ X եւ Y սերունդների ներկայացուցիչները շատ են գաղթում տարբեր ընկերություններ, վերաբերմունքը աշխատանքի հանդեպ անլուրջ է, որը հատկապես բնորոշվում է զումերներով, բայց որ ուսումնասիրում ես շուկան ու հասկանում ես շատ ընկերություններում են այդ պրոբլեմին բախվում, հասկանում ես, որ սա ոչ թե սերնդի, այլ ժամանակների, գուցե եւ ժամանակների խնդիր է։ Ես գիտես ոնց եմ բացատրում այդ խնդիրը։ Ես մի հատ sense իմ տեսությունն ունեմ, ըստ որի ժամանակները միշտ գնացել են նենց, որ իրադարձություններ են եղել, բայց մեր կյանքը չի փոխվել։ Այսինքն ես ոնց ապրել եմ, տենց էլ ապրել եմ։
փլուզվել է, օքեյ, սովետը, ես առաջ խանութից առնում էի հաց, որը պետությանն էր, հիմա առնում եմ խանութից հաց, որը մասնավոր է։ Տարբերությունը իմ կյանքի միջև շատ փոքր է եղել, բայց կան տեխնոլոգիաներ ժամանակակից եւ նախկինում էլ են եղել այդպիսի տեխնոլոգիաների հայտնագործումներ, որոնք փոխում են մեր ապրելու ձևը, օրինակ հեռախոսի հայտնագործումը, մեքենայի հայտնագործումը եւ այդպես առաջին անգամ ես կարծում եմ 2000-ականներից սկսած մեզ մոտ սկսեց արագ-արագ ինչ-որ տեխնոլոգիաներ առաջանալ, որոնք սկսեցին փոխել ոչ միայն աշխարհի ընկալման ձևը, այլ ապրելու ձևը։ Այսինքն առաջ մենք շփվում էինք միայն իրար հետ ինտերնետով եւ շփվում էինք օրինակ, եթե կար Skype-ը 2000-ականներին եւ այլն, մենք ICQ, MySpace եւ այդ շրջանում մենք իրար հետ շփվում էինք որոշակի պատուհաններով, կար, ասենք ինչ-որ տեղ, որտեղ գնում էիր, վճարում էիր, նստում էիր, խոսում էիր բարեկամիդ հետ, գալիս էիր տուն։ Իսկ հիմա երբ օրինակ սմարթֆոնները մտան մեր կյանք, մենք ձեռքի հասանելիությամբ մեր ցանկացած բարեկամի հետ ցանկացած պահի կարող ենք խոսել եւ դա հեշտացրեց մեր կյանքը, կրճատեց բոլոր ծախսերն ու ջանքերը։ Սա փոխեց բոլորիս կյանքը, ոչ թե միայն Z սերնդի, այլ բոլոր նախորդ սերնդերինը նույնպես։ Որ օգտվում ես օրինակ հասարակական տրանսպորտից եւ այլն, ես մետրոյի սիրահար եմ, ակտիվ օգտվում եմ եւ տեսնում եմ, որ մեծից փոքր բոլորը հեռախոսի մեջ են։ Բոլորը հեռախոսը բռնած, նստած ժամանակ, կանգնած ժամանակ էական չի։ Թերթում են ռիլեր, նայում են ինչ-որ վիդեոներ, Facebook-ի լենտան են անընդհատ թերթում։ Բոլորիս ինչ-որ մի ակվարիումի մեջ են տեղադրել այս տեխնոլոգիական մեծ ընկերությունները եւ բոլորս դրա մեջ են կապրում։ Այս առումով ինչ ես կարծում, այդ սերունդների տեսությունը կարող է արդյոք այս սերնդի վրա ջարդվի ու սկսի արդեն բոլոր սերունդներին ինչ-որ մի ձևով բաց թողնել այդ 10-ից 18 տարեկանի ընթացքում են չէ ձևավորվում այդ գիտակից շրջանը։ Հիմա բոլորն են այդ 10-ից 12 տարեկան շրջանում նույն գրեթե նույն կոնտենտն են մարսում, ինչ մեծերը, փոքրերը կապ չունի։ Ինչ ես կարծում, սկսելու են այս առումով նմանվել իրար ու դա արդյոք կհեշտացնի գործատուի աշխատանքը։ Հետաքրքիր հարց է տալիս, որովհետև իսկապես այդ հարցը ես ինքս ինձ տվել եմ։ Հավանաբար կհիշես High-Rate ծրագիրը, որ մենք ունենք, ըստ որի մենք ամենագրավիչ գործատուների վերաբերյալ հարցումներ ենք անում ուսանողների շրջանում։ Ուսանողները ըստ էության բակալավր եւ մագիստրատուրա իրանք քանի տարեկան, իրանք 18-ից 16-ից լավ, մինչեւ 22-23, հա, հիմնական մեծ մասը։ Եվ երբ որ մենք արդյունքները վերլուծում ենք, ես փորձում եմ հասկանալ սա այս սերնդի բնութագրիչն է, ենթադրենք, որ իրանք կարևորում են գործատու ընտրելու ժամանակ կարիերայի եւ զարգացման հնարավորությունը, թե ցանկացած սերնդի 18-ից 20 տարեկան մարդ, հա, իր կարիերայի սկզբում գտնվող մարդ, բնականաբար կկարևորի կարիերայի եւ զարգացման հնարավորությունը։ Այսինքն հարցս այն քո ասացի շարունակությունն է։ Սերնդի տեսության տրամաբանությամբ հենց միլենիալներն ուրիշ բան էին կարևորում, Z-երը ուրիշ բան են կարևորում, թե ցանկացած 20 տարեկան մարդ կարևորում է նույն բանը։ Մի քիչ պլյուս-մինուս այս կողմ այն կողմ, կախված այդ ժամանակաշրջանի առանձնահատկություններից։ Այդ հարցը ես ինքս ինձ տալիս եմ։ Եվ կան հոդվածներ, իսկապես, որոնք որ չեմ ասում, թե հերքում են սերունդների տեսությունը, բայց մի փոքր ուրիշ տեսանկյուն են դրան ներկայացնում։ Պատմես այդ հոդվածների մասին։ Ես հիմնականում հենց դա էր, որ մի չափանիշի հիման վրա առաջին անգամ դե 20-րդ դարի սկզբում Կարլ Մանհեյմը սոցիոլոգ գերմանացի ինքն առաջին անգամ խոսել որպես այդպիսին հենց սերունդների տեսության մասին, նշելով այդպես հենց զարգացած չի եղել տեսությունը, բայց ինքը նշում էր, որ տարիքը մի չափանիշ է, որը որ ազդում է այդ սոցիալական խմբի տարբերվող աշխարհընկալման վրա, աշխարհընկալման, աշխատանքի նախասիրությունների, աշխատանքի ձևի վրա։ Հետո դա արդեն ավելի զարգացել է եւ 2000-ականներից այս կողմ արդեն մյուս տեսություններն են ձևավորվել, դրանք Շտրաուսը դրանից հետո է։ Այո, Շտրաուսը արդեն 2000-ականներին է ավելի սկսել։ Որովհետեւ ես գիտեի Ուիլյամ Շտրաուսի տեսությունը։ Այո, դա ինքը առանձնացրել էր մի քանի 4 հիմնական խումբեր, կարծեմ առանձնացրել այդ պահի դրությամբ սերունդների, ամեն մի խմբին մի կերպ նկարագրել էր եւ կան էլի ժամանակակից ավելի մեծ տարբեր խորհրդատվական ընկերություններ իրանց հետազոտությունների հիման վրա են տարբեր հայտարարություններ անում, բայց հիմնականը մեկը նույնն է, որ կամ մենք ուղղակի ընդունում ենք, որ ամեն մի այդ սերունդների տեսությունը եթե ընդունում ենք, որ Z-երը, X-երը, միլենիալները, Y-ները եւ այլն
տարբեր են, կամ եթե մենք որոշում ենք հերքել այդ տեսությունը, ամեն դեպքում տարիքի վրա հիմնված ֆակտորը չենք կարող հերքել, որ օրինակ կարիերայի սկզբում գտնվող մարդը կարևորում է կարիերայի եւ զարգացման հնարավորությունը, կամ սկզբնական շրջանում ինտուզիազմը միշտ ավելի բարձր է լինում, 35 տարեկանում արդեն ուրիշ բան են նախընտրում եւ այլն։ Ամեն դեպքում դա էլ մյուս հակակշռող մոտեցումն է, որը էլի իրավունք ունի գոյություն ունենա, կարծում եմ, եւ ես ուղղակի պարբերաբար համ կարդում եմ, համ մտածում եմ։ Ես չեմ սիրում չափազանցված մոտեցումներ, դե ըստ էության տեսությունն էլ հիմնականում իր իմաստը այն է, որ ինքը ինչ-որ sense չափազանցված մի իդեալական մոտեցում ներկայացնի, բայց պրակտիկայում ճիշտ եմ համարում բոլորից ինչ-որ էլեմենտներ վերցնել։ Ամեն դեպքում կոնկրետ այս պարագայում, երբ որ մենք խոսում ենք զումերների մասին ու քանի որ իսկապես տեխնոլոգիաների զարգացումը, ինտերնետի զարգացումը շատ բան է արել, հա, before after, sense կարմիր գիծ է գծել, թե նախկինում ինչպես էր, հիմա ինչպես է, կարծում եմ, որ այս սերունդը ամեն դեպքում ունի յուրահատկություններ, բայց միևնույն ժամանակ շատ չեմ պատկերացնում, որ կարող ենք սրել այդ հարցը մասնավորապես, թե ինչը իրանց կարող է մոտիվացնել։ Չգիտեմ, ինքս այդ հարցադրումների մեջ եմ որպես սոցիոլոգ եւ որպես HR մասնագետ։ Շատ ճիշտ մոտեցում է դեպի իմ կարծիքով, որովհետեւ եթե փորձում եք ինչ-որ խիստ կատեգորիաների մեջ տեղադրել, հեշտ է սխալվել է։ Կարծում եմ սահմանափակում։ Իհարկե, ռամկաներ ենք գծում, ասում ենք այսպիսին են եւ փորձում ենք բոլորին տեղավորել այդ ռամկաների մեջ, միշտեր պրակտիկայում Ես ճանաչում եմ 20 տարեկան մարդիկ, ովքեր իմ նման են մտածում։ Այո։ Միաժամանակ կան 40-50 տարեկան մարդիկ, ովքեր որ նայում ես իրենց վարքագիծը աշխատանքային շատ զումերներին բնորոշ վարքագիծ է։ Դրա համար շատ ծայրահեղ լինել պետք չի, ինչպես նշեցի Հայաստանում զումերների վարքագիծը տիպիկ օրինակ ամերիկյան կամ արևմտյան մոդելներին ոչ շատ է համապատասխանում, քանի որ ինչպես արդեն ասում եմ, մեզ մոտ մի քիչ պահպանողական մշակույթը շատ է, ընտանիքների դերը դաստիարակության մեջ մեծ է, եւ անգամ զումերներին դաստիարակել են միլենիալները կամ ավելի, հա, YX սերնդի ներկայացուցիչները, եւ ամեն դեպքում զումերների վարքագծի մեջ շարունակում են ներկա լինել միլենիալներին բնորոշ առանձնահատկություններ։ Իհարկե։ Ես նաեւ առանձին նայեցի հիմնականում որ երկրներ են մեծ ուշադրություն դարձնում սերունդների տարբերությունների տեսությունների հետազոտություններ անում, առաջնային ամենաշատ ներդրումները բնականաբար Ամերիկայում են արվում, հաջորդը Ավստրալիան էր։ Շատ հետաքրքիր էր Ավստրալիան էր այդ մասով շատ հետաքրքրված, Անգլիան եւ Գերմանիան 4 հիմնական ուղղությունները, որտեղ որ հետո նոր արդեն ընդհանուր Եվրոպան, ովքեր որ շատ հետաքրքիր տարաբնույթ հետազոտություններ են անում այդ թեմաներով։ Հետաքրքիր է, որ փորձում են հասկանալ այս նոր սերնդի պատկերացումները, բայց մի բան, եթե մենք վերցնում ենք այն թեզը, որ սա տարբեր սերունդ չէ եւ հետեւաբար ազատվում ենք այն մտքից, որ նոր սերունդը վատն է նախորդ սերնդի աչքերում, որով ես կատեգորիկ համաձայն չեմ, հետեւաբար եթե նույն նախորդ սերնդին տեղավորեինք այս նոր միջավայրում եւ իրենք մեծանային ու կառուցվեին որպես անձնավորություն, իսկ ես հակված եմ նրան, որ մենք որպես մարդ չենք ծնվում որոշակի ինչ-որ ֆիքսված հատկանիշներով, այլ կառուցվում ենք կյանքի ընթացքում, ինչը կարող ես չհամաձայնել եւ ասել, որ այլ ձևով է տեղի ունենում, բայց ամեն դեպս իմ պատկերացման մեջ դա եթե հաշվի ենք առնում կառուցվող մարդու մոդելը, ապա մարդը ցանկացած մարդ եթե ծնվեր էլի 90-ականներին կամ 2000-ականներին ձևավորվեր այն միջավայրում, որում ձևավորվել են մեր զումերները կամ ալֆաները, կդառնար նույն բնավորության միջինացված իհարկե Գաուսի միջինացման գրաֆիկը ոչ մեկ չի չեղարկել, միջինում կլիներ այդ բնավորության եւ այդ տեսակի միջինում այդ նույն միջինացման մեջ զգում ենք, որ ոչ միայն զումերները, այլ մարդիկ առհասարակ աշխատավայրում գործում, եթե անգամ այդ գործը կապված չի աշխատավայրի հետ, իրանք չունեն որ տեղ որտեղ աշխատում են, իրենք սկսել են լինել ավելի զգայուն եւ պահանջկոտ։ Զգայուն են առումով, որ դուք ինձ հետադարձ կապ տալուց ձեր խոսքի մեջ նշեցիք թերություն բառը, իսկ ես թերություն բառը չեմ սիրում, ինձ խնդրում եմ ասեք, որ ես այո, իմ գործը արել եմ ոչ պատշաճ, բայց ոչ թերացել եմ, ես թերի մարդ չեմ, ես կատարի եւ այս զգայունությունը, որը իհարկե շատ սրվել է սոցիալ մեդիայի պատճառով, նաեւ որովհետեւ սոցիալ մեդիայում շատ են դնում տարբերություններ ու մարդկանց ինչ որ բևեռացնում խմբերի, որ տեսեք սրանք տարբեր են, մենք ուրիշ ենք, մենք եւ երկրորդը, որ
մարդիկ դարձել են ավելի պահանջկոտ։ Նախորդ սերնդի խնդիրները, որոնք նախորդ սերունդը տեսել եւ տուժվել է դրանից, օրինակ պետական համակարգերին կատարյալ վստահությունը, օրինակ պետական համակարգերը ենթադրում են որոշակի ինստիտուտներ, կրթական ինստիտուտ, բիզնես ինստիտուտ կա, սոցիալական ինստիտուտներ եւ ոչ միայն հարսանիքի ինստիտուտը, հենց ընտանիքի ինստիտուտը, որը ներկա սերունդը դնում է կասկածի տակ, ասում է ես մի րոպե ես կորոշեմ ոչ թե ամուսնանալ, այլ ապրել համատեղ կյանքով։ Եվ այսպես երկու կարևոր հատկանիշ եմ ես տեսնում, արդյոք զգում ես դու այդ տարբերությունը, որ նոր սերունդը դարձել է ավելի զգայուն ու պահանջկոտ, եւ ինչպես է դա անդրադարձել մեր կյանքի վրա։ Միանշանակ ավելի պահանջկոտ են, բայց դա մեկնաբանել որպես վատ, դա էլ ճիշտ չի։ Իհարկե չի կարելի։ Ես կարծում եմ, որ սերունդների մեջ էլ չկա վատը։ Ուղղակի ամեն մեկն ունի իր յուրահատկությունները, որտեղ տարբեր սոցիալական գործոնների տակ է եւ դաստիարակվել, եւ մեծացել, եւ ապրել, բնականաբար, նաեւ այս ամենի մեջ շատ կարեւոր դեր ունի հենց այն, որ հիմա ինֆորմացիոն դարաշրջանը բարի բուն իմաստով է, տեղի ունենում։ Ես առաջին անգամ մեյլ ունեցել եմ մագիստրատուրան ավարտելուց հետո։ Այսինքն մոտավորապես, որ պատկերացնենք, կամ գուցե մագիստրատուրայի ընթացքում։ Ես ինչու եմ դա ասում, որ այս պահի դրությամբ առանձնահատկությունն այն է, որ ինֆորմացիոն ամենուր է եւ ամենտեղ։ Եվ մարդիկ շատ ավելի գիտակից են եւ շատ տեղեկացված եւ շատ ինֆորմացված եւ շատ զարգացած։ Եվ սկսած օրենքից, սեփական իրավունքներից իմացությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է։ Եվ թեկուզ գործատուների հետ հարաբերություններում ընդհանուր մինչև դատական գործերն են հիմա ավելի շատացել, որտեղ շատ աշխատակիցներ արդեն իրանց իրավունքները կարողանում են պաշտպանել եւ տարբեր հարցերով դիմել, հիմնական կարող են լինել երիտասարդներ, բայց ոչ միայն։ Այսինքն այդ զարգացած եւ կրթված լինելը եւ պահանջկոտ լինելը դա միանշանակ համարում եմ արդարացված եւ նորմալ։ Ցավոք, ինչու է հիմնականում քննադատվում այդ պահանջկոտությունը, որովհետեւ մենք ինչ իրավիճակի հետ գործ ունենք։ Մարդիկ դարձել են ավելի պահանջկոտ, բայց չեն աշխատում ավելի լավ եւ ավելի շատ չեն տալիս։ Այսինքն իրանք դիմացինից են պահանջում, բայց սեփական աշխատանքի որակը եւ գիտելիքները չեն զարգացնում։ Շատ միակողմանի է ստացվում։ Ստացվում է ես արդեն գիտեմ ես մի բանը, ես լսել եմ, որ չի կարելի թերություն բառը օգտագործել եւ ասում եմ ֆիքսեք իմ ուժեղ կողմերի վրա, միայն կլինի ասեք, որ ես հիմա ենթադրենք իմ զարգացման improvement area-ների, իմ զարգացման ուղղությունները մի օգտագործեք թերություն բառը, հետադարձ կապը անպայման պետք է լինի սենդվիչի մեթոդով, միայն դրականը, մի քիչ բացասական, հետո էլի դրական, օրինակ, բայց դրա հետ մեկտեղ մարդիկ սկսել են միայն պահանջել եւ ես զգացողություն ունեմ պահի տակ, որ իրանք չեն աճում ու զարգանում, այսինքն իրանց կողմը չեն ապահովում, միայն պահանջում են դիմացից։ Այդ երևույթն այն ստումա, որ բալանսը խախտել է եւ հաճախ այդ պահանջկոտությունը բացասական մեկնաբանություն։ Մյուս կողմից էլ նախորդ սերունդը սովոր չի, որ իրանից պահանջեն։ Սովոր է, երբ իրանից պահանջում են իրենից բարձր մարդիկ, բայց երբ իրենից ցածր հիերարխիկ համակարգում, այսպես ասեմ, ոչ թե ցածր արժեքներով կամ բանով, ոչ մեկ թող ինձ չքննադատի դրա համար, ավելի հիերարխիկ համակարգում սոցիալապես ավելի ցածր պաշտոնի կամ սոցիալապես ավելի ցածր պատասխանատվության զոնա ունեցող մեկը, երբ իրեն ինչ-որ բան է պահանջում իրենից։ Նկատենք ավելի տարիքով մարդիկ, ավելի նախորդ։ Մենք նախորդ թողարկմանը հենց դրանից էլ խոսում ենք, որ նույնիսկ մեր իրավական համակարգում կան նման կետեր, որոնք որ օրինակ խոսում էր կենտրոնական բանկի օրենսդրությունից, որտեղ ասվում էր, որ եթե կենտրոնական բանկի նախագահ բացակայում է, հաջորդ մարդը, որ կարող է անցկացնել միտինգը, տարիքով ամենամեծն է։ Այո, այդպես տարիքով մեծին դրվում է ավելի բարձր, քան կոմպետենտությունը, այսինքն այդտեղ կարևոր չի, կարևորը տարիքն է, բայց չնայած բորդում գտնվող մարդիկ դժվար կոմպետենտ չլինեն, համենայն դեպս միտքը կայանում է նրանում, որ այս նոր սերնդի մեջ կա ձևավորված աշխարհընկալում։ Ես կարող եմ իմ կարծիքը արտահայտել, որովհետև ես կոմենտ եմ գրում աշխարհում, որտեղ ուզեմ ու ում ուզեմ, բայց երբ հանը հասնում է իրական կյանքում մարդկանց, իրենք շփվում են մարդկանց հետ, որոնք պատրաստ չեն ընկալել իրենց որպես էակների, ովքեր իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտել։ Դու աշխատող ես, սուսուփուս պիտի նստես տեղդ։ Դու ով ես, որ մեզ ասես, մենք մեր բիզնեսը ոնց վարենք։ Մինչդեռ աշխարհում այդ պրակտիկան է փորձում ներդրվել, որ աշխատակիցներից վերցնեն այդ գաղափարները, դրանք կիրառեն բիզնեսում։ Այս առումով մեր մշակութային կոդը մեզ չի խանգարում, որ մենք փորձենք ընկալել նոր սերնդին։ Խանգարում է։
Իրականում, այսինքն ես չեմ կարող ասել, որ բոլոր ընկերություններում ամենուր այդպես է, բայց այն ինչ որ դու նկարագրեցիր, ինքս տարբեր ընկերություններում ականատես եմ եղել երկու ասպեկտով։ Մեկ ավելի բարձր հաստիկ ունեցող մարդիկ եւ ավելի բարձր տարիք ունեցող մարդիկ, իրանք մեկը ինչ որ մի բան շատ լարվում են, եթե իրանցից տարիքով ավելի փոքր երիտասարդ ինչ որ մեկը իրանց կամ կարծիքա հայտնում կամ ինչ որ բանախնդրում անել կամ ամենածայրահեղ դեպքը իհարկե երբ որ ավելի տարիքով երիտասարդը ավելի տարիքով մեծի ղեկավարն է լինում, դա էլ մի ուրիշ բարդություն է իրականում, ընդ որում երկկողմանի, որովհետև ընդհանրապես գոյություն ունի նոր ղեկավար կամ նորանշանակ ղեկավարների սինդրոմ, երբ որ իրանք որպես առաջին քայլ ինքնահաստատվելու համար ավտորիտար մեթոդն են վերցնում, անգամ զումերները, քանի որ երբ որ իրանք նոր են դառնում ղեկավար, իրանք շատ արագ կարիք ունեն ինքնահաստատվելու եւ ես չունեմ որևէ գիտական հետազոտության արդյունքներ, բայց ինձ թվում մարդու ուղեղն հենց է կառուցված, որ սենց պետք է ավտորիտար մեթոդը կիրառի գոնե 2 ամիս, մինչեւ որպեսզի սենց կայանա, շատ հաճախ եմ տենց բան հանդիպել, այսինքն դա է լրացուցիչ կարող է իրավիճակը սրել, եթե զումերը կամ ինչ որ ավելի երիտասարդ մտ ավելի տարիքով մեծի պաշտոնի ավելի բարձր։ Ենթագիտակցորեն է փոխվում։ Հենց նորից է տեսել երևի։ Ինքը ենթագիտակցական բան է։ Ինչ վերաբերում է մեր մշակութային կոդին կամ մոտեցումներին, մի բան հստակ է, բնականաբար, կարծում եմ բոլոր մշակույթներում, բայց մասնավորապես մեզ մոտ տարիքով մեծի նկատմամբ հարգանքը եւ այդ երևույթը շատ դարերի վեր ցանցված, արմատացած մոտեցում է։ Եվ չեմ ասի, թե դեմ եմ դրան։ Այսինքն ես համարում եմ, որ դա շատ կարևոր արժեք է։ Ես ինքս ղեկավարել եմ տարիքով ինձանից ավելի մեծ մարդկանց եւ շատ եմ կարևորում հարգել իրանց փորձը, որովհետև նույն ես ինքս իմ առաջին կուրսային աշխատանքը գրել եմ հանրային գրադարանից եւ գրել եմ ձեռքով։ Այսինքն անկախ ամեն ինչից ես մի շատ հարգանքով եմ վերաբերում ցանկացած տարիքի մարդկանց, բայց մասնավորապես ավելի տարիքով մարդկանց, ովքեր այդ դժվար պայմաններում, երբ որ դեռ չի եղել այսքան բան, իրանք մաքսիմումը փորձել են անել, ավտոմատացնել, ինչ-որ sense լուծումներ գտնել եւ այլն։ Անկախ ամեն ինչից մարդու փորձը պետք է հարգել։ Կապ չունի այն ինչպիսին է, կապ չունի, եթե ես լինեի 20 տարի առաջ, ես ինչ կանեի իրանց դերում։ Միաժամանակ այստեղ ես կարծում եմ որպես լուծում HR բաժինների դերը կարող է շատ կարևոր լինել, որ իրանք փորձեն համ ոչ ֆորմալ տարբեր team building-ային, թիմակազմավորման եւ ձևավորման միջոցառումների ոնց որ օգնությամբ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ ընկերության ներսում վստահություն լինի եւ ավելի ազատ խոսքի մշակույթը ավելի գովելի լինի։ Դա տարբերակներից մեկը կարող է լինել։ Սառույցը հալվի։ Մյուսը կարող է լինել տարբեր նախաձեռնություններ, նորարարական մտքեր հավաքագրելու, հետո լավ մտքերը ենթադրենք գովելու կամ ինչ-որ մրցանակներ տալու, դրանով իսկ ընկերության ներսում ստեղծելով մշակույթ, որ անկախ տարիքից, անկախ ստատուսից, ով ուզում է լինի, եթե ինչ-որ նորարարական գաղափար ունի, պրոդուկտի վերաբերյալ, ծառայության վերաբերյալ, գործընթացի, օֆիսի կազմակերպման, աշխատանքների կազմակերպման, ցանկացած հարցի վերաբերյալ մեր ընկերությունում բոլորը ունեն ձայն եւ բոլորի խոսքը գովելի է։ Այսինքն ընդհանուր մշակույթը եթե լինի այդպիսին, իհարկե շատ կարևոր է միշտ նայում են վերև։ Այսինքն, եթե բիզնես ընկերության մասին են օրինակ խոսում, հիմնադիրները, տնօրենը, խորհուրդը, ովքեր որ կառավարման բարձր օղակը, իրենց օրինակով պիտի դա ցույց տան։ Եթե իրանց օրինակով իրանք դա ցույց չտան, ինչ էլ ուզում են մնացած անեն, երբեք ներքևները դրան չեն հավատա։ Բայց եթե ցույց տան, որ հարգում են տարիքային սերունդների տարբերությունները եւ չեն ֆիքսվում դրա վրա եւ իրականում գործում է ազատ մշակույթ, որ բոլորս աշխատում ենք մի նպատակի համար, ստեղծագործում ենք եւ անում ենք մեր առօրյա աշխատանքը զարգացման համար եւ մեր ընկերության տեսլականի եւ առաքելության ուղղությամբ քայլելու եւ մեր ռազմավարությունը կյանքի կոչելու համար, եթե տենց մթնոլորտ տիրի, ես կարծում եմ, որ սերունդների այս տարբերությունները անկախ նրանից նրանք չափազանցված են թե ավելի իրական, պիտի որ ավելի մեղվի։ Մի խնդրանք։ Եթե դուք հավանում եք մեր արած գործը, ապա մեզ աջակցելու համար շատ բան պետք չէ։ Պարզապես բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք լայքի կոճակը ու թողեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Դուք դրանով մեզ շատ օգնած կլինեք։ Շնորհակալություն։ Ես վերջերս տենց հանդիպում ունեի, սեմինար, որին քեզ հրավիրել էի ու այդ օրը դու զբաղված էիր, շատ ափսոս։ Այդ օրը մենք խոսում էինք հենց դրանից, զումերների ղեկավարելու մասին ու ես մատնանշեցի այն փաստը, որ մեր ժամանակակից ղեկավարները շատ են սիրում վերևից կախել այն ինչ որ պետքա ներքևին։
Այսինքն top management-ը նստել որոշել է, որ մեր արժեքների մեջ ամենակարևորը պիտի լինի օրինակ մարդասիրությունը։ Սենց օրինակ վերցնենք, բայց մինչդեռ թիմում կարևորվում է արդարությունը։ Օրինակ, եթե վիճակագրորեն հարցում անցկացնենք, թիմը միջինում ավելի բարձր կքվեարկի արդարության օգտին, որ ավելի լավ արդար լինի, քան մարդասիրական։ Բայց վերևը փորձում է ասել, որ չէ, սա է մեր արժեքը, եկեք այս արժեքով շարժվեք։ Կամ վերևը կարծում է, որ կորպորատիվը ինչ-որ X ձևով պիտի անցկացվի, վերևից իջացնում է ներքև, ասում է, սա է մեր կորպորատիվը, ով գալիս է պլյուս դրեք, ով չի գալիս, գնացեք ձեր տուն, նստեք, ինչ-որ մի բանով զբաղվեք կամ եկեք աշխատանքի հետ օրը։ Ես որ դա ասեցի, որ սա այսպես չպետք է լինի, պետք է վերևից ներքև կախելու այդ միտքը տրանսֆորմացնել, վերափոխել եւ քանի որ ձեր աշխատակիցները արդեն ունեն հնարավորություն ամբողջ աշխարհին ես ոտքի տակա ցանկացած բայ գնալ այլտեղ, պետք է փորձեք առաջնորդել իրենց։ Առաջնորդելը ենթադրում է, որ դիմացինի կարծիքը հաշվի առնենք, լսենք իրեն, ինչ է ինքը ուզում։ Ձեր թիմերին պետք է ավելի շատ սկսեք հարցեր տալ, սկսեք խոսել իրենց հետ։ Եվ ոչ թե ասեք, որն է մի ճիշտը, որը մենք բացահայտել ենք մեր կյանքի փորձով։ Այստեղ ինձ հետ սկսեցին բանավեճեր եւ հիմնականում բնականաբար խոշոր ընկերությունների պետական կառույցներից նույնիսկ կային մարդիկ, ովքեր ներկա են տրեյնինգին ու ինձ սկսեցին առարկել, որ Դավիթ ջան, մենք ունենք կյանքի փորձ եւ մեր փորձով մենք ունենք հղկված ինչ-որ մեթոդ, որով անում ենք։ Եվ նոր սերունդը կարող է չգիտի ճիշտ ձևը, մենք ճիշտ ձևը իրան ցույց ենք տալիս, ինքը այդ ճիշտ ձևով շարժվում է։ Ասացի լավ, մի հատ sense բան, իրավիճակ նկարագրեմ ձեզ։ Տարեց տարի հարսանիքների ձևը մեր երկրում սկսում է փոխվել, քիչ, բայց սկսում է փոխվել։ Իմ ծնողների ծնողները իրենց ասել են, որ պետք է հարսանիք ինչ-որ X ձևով անցկացվի, որ պետք է անպայման, չգիտեմ, մեղր ուտել, լավաշ փռել ուսին, ափսե ջարդել եւ այլն։ Բայց եկան նոր սերունդի ներկայացուցիչները ու իրենք ուրիշ ձև են անում։ Հիմա ես ասում եմ ձեզ եմ հարց տալիս, դահլիճին եմ ասում։ Հերթով ասում կարող եք պատասխանել։ Եթե դուք ձեր երեխային վերևից իջեցնում եք, որ մեր ադատներով ընդունված է, որ մեր հարսանիքը պիտի հենց այս ձևով լինի։ Այդ երեխան, ձեր երեխան, որ ամուսնանում է, ինքը իր հարսանիքի ժամանակ անկեղծ ուրախանում է, թե ոչ։ Ինքը իրեն երջանիկ զգում է այդ արարողության ժամանակ, թե ոչ։ Թե ինքը պատկերացնում, ինքը ինչ-որ ծիսակարգի է հետևում, որ իր ծնողները հանկարծ չնեղանան։ Նույն ասում եմ աշխատակիցների վրա պրոյեկտ եք։ Վերևից որ կախում եք ինչ-որ պարտադրանք, որ սենց է եկել դարերով մենք պիտի սա պահենք։ Արդյոք ձեր աշխատակից ավելի դժբախտ չի դառնում, արդյոք դժբախտ աշխատակիցը դժբախտ հաճախորդներ չի ստեղծում եւ արդյոք դժբախտ հաճախորդները ձեզնից ինչ որ մի օր չեն գնա։ Ու այդ հարցի ժամանակ sense տրամադրությունը ինչ որ փոխվեց սրահում։ Ինչ ես կարծում։ Մեր մեթոդը վերևից ներքև ասելու։ Եթե սկսենք կտրուկ վերանայել, լավ կլինի, թե մեր մշակույթում դա կարող է վատ հետևանքներ ունենալ, որովհետև մենք շատ երկար ժամանակ ենք այսպես ապրել, եթե մի օր որոշենք, որ կտրուկ փոխում ենք ոճը, շատ բան կարա փոխվի։ Դու ինչ ես կարծում, որ մեր նոր սերնդի հետ սկսենք անընդհատ իրեն հաշվի առնել, իր կարծիքը լսել, կարող է տնտեսական կոլապսի առաջ կանգնենք։ Եթե շատ կտրուկ արենք գուցե, բայց եթե անկեղծ փորձեմ պատասխանել։ Ես ինչ եմ կարծում։ Նախ իմ փորձի ընթացքում, ինչքանով որ ես տեսել եմ, ընկերությունները, որոնք ամբողջապես այդ վերևից ներքև մեթոդով են աշխատում, դրանք շատ քիչ են։ Բայց միաժամանակ այո, ընդունում եմ, որ այդ մեթոդը տարիներով գոյություն է ունեցել որպես ամենաարդյունավետ մեթոդ։ Ես ավելի մեջտեղն եմ, էլի, տեսնում լուծումը եւ մի քանի տեսանկյունից նայենք, հա։ Ենթադրենք ես ունեմ ընկերություն, ես եմ հիմնադրել, ինչ որ ծառայություններ ենք մատուցում եւ ես որպես այդ ընկերության հիմնադիր տնօրեն, ես ունեմ իմ նախընտրությունները։ Ես որոշել եմ, որ մարդասիրությունն է արժեք, ես որոշել եմ, որ չգիտեմ, այսպես ենք անցկացնելու մեր կորպորատիվ միջոցառումը եւ այլն։ Եթե ես մտածում եմ, որ այն ձևը, որը որ ես ասել եմ, դա է ճիշտը, եւ եթե ես դա իջացնում եմ ներքև եւ ասում եմ, ուզում են չզեն, հա, ով ուզում է թող գա, ով չի ուզում թող չգա, ում այդ արժեքը հոգեհարազատ է թող աշխատի, ում հոգեհարազատ չի թող լուր աշխատի։ Ես պետք է որպես ընկերության, չգիտեմ, տնօրեն, հիմնադիր եւ այլն գիտակցեմ այն ռիսկը, որ ես անընդհատ ունենալու եմ աշխատակիցների հոսունության բարձր մակարդակ։
որովհետև փաստացի ես իրանց կարծիքը հաշվի չեմ առնում։ Եթե դա գիտակցված մոտեցում է, այսինքն այդ մեթոդով աշխատողները գիտեն, որ հետևանքը դա է, քավլից թող այդպես անեն։ Գուցե ես ինքս երկար իմ մասին օրինակ մտածել եմ, եթե ես ունենամ ընկերություն, ես ազատ dress code թույլ չեմ տալու։ Օրինակ ես հստակ, ես dress code-ի նկատմամբ ունեմ շատ զգայուն մոտեցում։ Ես օրինակ, ես չեմ սիրում շատ բաներ կան, որոնք ես չեմ սիրում շորտիկներով տղա տեսնել աշխատավայրում, ես չեմ սիրում հուդի հագած աղջիկ տեսնել աշխատավայրում, շատ զգայուն եմ։ Եվ իսկապես, եթե գուցե մի օր ես իմ ընկերությունը ունենամ, ես այդ որոշումը կայացնեմ, հասկանալով ռիսկերը, կամ չկայացնեմ, չգիտեմ։ Բայց ուզում ասեմ, այստեղ շատ կարևոր է գիտակցված ռիսկերի նկատմամբ մոտեցումը։ Այսինքն դա մի կողմը կասեմ։ Մի քանի շորտիկով տղա հենց նոր տխրեցին։ Երևի օրինակ Գյորգյանի ընկերությունը չեն աշխատի։ Պլանավորում էին։ Գուցե ժամանակ կարծիքս փոխվի, բայց առայժմ դեռ չեմ փոխել։ Իրականում կարծում եմ շորտիկը շեղում աշխատանքից եւ չնայած հարմար է մարդուն։ Իսկ աշխատավայրում շատ հարմար չպիտի լինի։ Դա էլ իմ գուցե ոչ զումերական մտածելակերպ։ Ամեն դեպքում գոյություն ունի տնային եւ աշխատանքային գրեթե։ Եվ երկրորդ մոտեցումը, որը ավելի իրատեսական եւ բիզնես մոտեցում եմ համարում, ես կարծում եմ, որ հստակ կարող են միջին տարբերակ եմ, փորձում տեսնել։ Կարող են առանձնացվել այն թեմաները, այն որոշումները, որտեղ շատ մեծ բիզնես ֆինանսական ռիսկեր չկան։ Եվ այդ մասում գոնե փորձել ընդգրկել աշխատակիցներին, ինչ նկատի ունեմ։ Իսկապես, եթե մեծ ներդրումային ընկերություն է կամ ֆինանսական որոշումներ կայացնելու համար, ռազմավարական ստրատեգիկ բիզնես որոշումներ կայացնելու համար, միանշանակ պետք է փորձ։ Եթե անգամ Zoom-երի տված նորարարական միտքն է կյանքի կոչվում, բայց այդտեղ ես կարծում եմ, որ փորձն ու մասնագիտական գիտելիքները հստակ կօգնեն։ Այսինքն, այդտեղ կարելի է որոշումը հաշվի առնել պայմանական, գուցե ինչ-որ չափով, բայց օրինակ, կորպորատիվի հետ կապված, կորպորատիվ նվերներ, միջոցառումներ, թեկուզ կորպորատիվ մշակույթի արժեքները, մշակութային արժեքների ձևավորման ժամանակ իմ ամենասիրած մեթոդներից էր, ես մի անգամ մի ընկերություն որպես խորհրդատու աշխատում էի, եւ մենք արդեն ձևավորված ընկերություն էր մի քանի տարվա գործող, բայց չունեին հենց տենց գրված կորպորատիվ արժեքները, եւ մենք ոչ թե ուղղակի ղեկավարության հիմնադիրների հետ նստեցինք, ասենք մարդասիրություն, արդարություն եւ այլն, այլ հետաքրքիր համգոհունակության հարցում արեցինք, մի հատ էլ առանձին հարցում արեցինք, ինչ ասոցիացիաներ իրանք ունեն ընկերության հետ կապված, ինչն են իրանք կարևորում իրանք ընկերությունում, եւ նաեւ անհատական հանդիպումներ, ֆոկուս խմբեր, որպեսզի այդ ամեն ինչը դուրս բերեինք հենց մասնակիցներից, ընդ որում մեծ մասը զումերներ էին, հենց երիտասարդներ էին։ Եվ արդյունքում այն 4-5 արժեքը, որը մենք արդեն գրեցինք ձեռնարկի մեջ եւ ֆիքսեցինք որպես ընկերության արժեքներ, հենց իրանց կողմից բարձրաձայնված արժեքներն էին։ Եվ շատ հեշտ ինտերնալիզացվեց, ընդունվեց եւ շատ հարթ անցավ այդ process-ը, որովհետեւ իրանց կարելի ասել ընդգրկել էինք, խաղացրել էինք այդ որոշումների կայացման մեջ, ինչը ճիշտ է, որովհետեւ վերջի մենք դա անում ենք իրանց համար։ Նույն կորպորատիվ միջոցառում ենք անում ենք, որպեսզի այդ մարդիկ իրանց լավ զգան, մոտիվացվեն, որովհետեւ մենք կանենք մերը, ասեմ, եթե որպես տնօրեն կամ հիմնադիր եմ նայում, Այսինքն այդ հարցերում եւ մի շարք այլ հարցերում աշխատանքի կազմակերպման մեջ, աշխատանքային մթնոլորտի միջավայրի հետ կապված, չգիտեմ, լույսը, գույնը, աթոռի հարմարությունը, սեղանը այս կողմից թե այն կողմից, ես կարծում եմ, որ նմանատիպ հարցերում հստակ ավելի լավ է հաշվի առնել աշխատակցի կարծիքը։ Առնվազն հարցնել արդարացիորեն նախապես նշելով, որ որպես ընկերություն ամեն ինչ կանեք, որպեսզի իրենց բարձրաձայնված ձևով այդ ամեն ինչը անեք ու իսկապես մաքսիմալ ռեսուրսներ տնեք դրանում։ Միակ վերապահումը, որը ունեմ, որ իսկապես բիզնեսի սպეციფიკայից կամ ընկերության սպეციფიკայից կախված շատ մեծ ռազմավարական որոշումները չեն կարող միանշանակ եւ միայն հիմնվել զումերների կարծիքի վրա։ Եւ գուցե նաեւ պետական համակարգին անդրադարձ կատարեմ որպես առանձնահատուկ սեկտոր պետական համակարգն էլ ուրիշ ռիսկ ունի իր կառավարման մոդելի մեջ, այնտեղ կայացվող որոշումները իրանք ազդում են ամբողջ պետության եւ երկրի եւ հասարակության վրա։ Դրա համար որպես այդպիսին համակարգը շատ ավելի ռիսկերին ավելի լուրջ է վերաբերվում եւ ավելի դանդաղ որոշումներ է կայացնում եւ ավելի պահպանողական մեթոդներով, որոնք որ ապացուցված են, որ հաջողված են։ Այդտեղ նորարարությունների ռիսկը ավելի բարձր է, առնվազն այդպես է ընկալվում։ Եվ երբեք ոչ մեկ ռիսկ չի անում փոփոխի այդ մոտեցումը։ Այդտենց մի թեթև անդրադարձ։ Եթե հաշվի առնենք, որ ժամանակակից սերնդի կարծիքը
բնականաբար չպետքա լինի գերակշռողը, որովհետև փորձի պակասը ոչ մեկ չի չեղարկել ու դա իր դերը կխաղա, եթե վերջում հասնենք նրան, երբ որ ռեալիզացնում ենք, գալիս ենք նրան, որ բիզնեսի գերխնդիրն է փորձել լինել հնարավորինս հիբրիդային ու եւ հաշվի առնել նոր սերնդի կարիքները, պահանջները եւ փորձել անել դասական կորպորատիվ աշխատակարգ դրա մեջ մտնում է եւ HR-ը եւ մնացած բոլոր ասպեկտները այս տեսանկյունից ինչ հետաքրքիր բիզնես кейսեր ունենք, որոնք փորձել են մեր շուրջ կատարվող իրականության մեջ զումերների հետ ադապտացիանել։ Օրինակ ես պատմեմ մի պատմություն, որը ես լսել եմ, շատ հետաքրքիր ուսումնասիրություն էին արել Yandex-ի օֆիսները ոնց է դասավորված եւ պարզել էին, որ այնտեղ իրենց հաշվարկով ամենաշատ meeting room-երը կան, քան որևէ այլ կազմակերպությունում, քանի որ IT գիգանտ է, այնտեղ աշխատում են շատ մեծ թվով զումերներ։ Եվ այնտեղ զումերների համար հասկացել էին, որ meeting room-երը կարևոր են, իրենք երբ որ երկու հոգով ուզում են ինչ-որ բան խոսել, չեն անում դա ընդհանուրի առաջ, իրենց համար պետք է ինչ-որ աուտենտ միջավայր առանձնանան, այնտեղ նստեն ու խոսեն։ Օրինակ այս առումով օրինակ բիզնեսը փորձել է իր office space-ը, օֆիսի միջավայրը ձևավորել այնպես, կառուցել այնպես, որ հարմար լինի նոր սերնդին։ Իսկ մեր հայկական բիզնեսում կան այդպիսի հետաքրքիր օրինակներ, գիտեմ որ կան, էլի։ Մի հետաքրքիր բան ասեմ, ընդհանրապես վերջին մոտ 10 տարվա հետազոտությունների արդյունքների եմ ասում, ամեն տարի, երբ որ նայում ենք, թե ինչն է մոտիվացնում աշխատակիցներին, անկախ նրանց զումերներ են, թե չէ, շատ մեծ տեղ է զբաղեցնում աշխատանքային միջավայրը, էրգոնոմիկան եւ արտաքին գործոնները։ Ընդհուպ մինչև փոստային ծառայությունը լավ է աշխատում, թե չէ, ինտերնետը լավ է, թե չէ, լուսավորությունը լավ է, թե չէ, գրենական պիտույքները որակյալ են, թե չէ։ Ժամանակակից ու գնալով դրանց տեսակարար կշիռը այդ գործոնների բավականաչափ մեծանում է։ Եվ անգամ տենց մի բան աչքովս ընկել էր, որ զումերները շատ են կարևորում այդ աշխատանքային միջավայրը, փափուկ աթոռները, գունավոր եւ այլն, ընդ որում նկատել եմ, որ իրանց նաեւ շատ դուր չի գալիս, երբ որ մթնոլորտը ընկերության աշխատանքային միջավայրը չափի շատ բրենդային գույների մեջ է լինում։ Իրանք սիրում են բազմազանություն եւ ազատություն, որտեղ անգամ այդ բրենդային դիզայնը իրանց թվում է, որ դա իրանց կապանքների մեջ է վերցնում եւ իրանց սահմանափակում։ Պարտադրողը։ Այո, իմ հանդիպած տարբերակներից մեկը օրինակ, որտեղ call center-ային ավելի շատ լուծումներ էին, հեռախոսով վաճառք եւ սպասարկում էին իրականացնում այլ երկրի հաճախորդների համար, բավականաչափ հարմար աշխատանքային միջավայրեր, իրանց հնարավորություն էին տալիս սպասարկել քայլելով եւ շատ հարմար օֆիս էին սարքել, ամբողջությամբ աստիճաններով ուզում էին բարձրան մի քանի հարկ բավականաչափ մեծ օֆիսեր, բոլորը խոսում էին այդտեղ, որտեղ ընդհանուր, այո, ցավոք փակվել է մի 2 տարի առաջ, գուցե դրա համար փակվեց, դրսից ոնց որ բացված ընկերություններ Հեչ լավ օրինակ, հիմա ով լսում է ասի, «Всё չենք անում տղեկ, փակեք»։ Բայց ասեմ նաև իրանց մոտիվացիա, չէ, դա զուտ որոշում էր ռազմավարական, բայց նաև ինչն էր հետաքրքիր, իրանք բոլոր զումերների համար, աշխատակիցների համար տվել էին մեծ սիրուն նաուշնիկները, ականջակալները, որ կան ժամանակակից ու աշխատակիցները ունեն հնարավորություն գույները ընտրելու։ Այսինքն դա ցած լրացուցիչ իրանց համար մոտիվացիա էր ժամանակակից տեխնոլոգիաներին, ինչ-որ sense գույներ ընտրել, նաև ընտրության հնարավորություն, որոշումների կայացում եւ այլն։ Այո, դա տենց հետաքրքիր մեթոդներից մեկն էր։ Եվս մի հայկական առաջատար ՏՏ ընկերություններից մեկը էլի անունը չնշեմ, այնտեղ շատ կարևորում են ինչ են արել զումերների համար, շաբաթվա մեջ 2-3 օր իրանք ընդհանրապես կարող են աշխատանքի չգալ։ Այսինքն իրանք աշխատում են տնից, գալիս են շաբաթվա մեջ 1-2 օր թիմային հանդիպումների ժամանակ, թիմ միտինգների ժամանակ, մնացած ժամանակ աշխատում են որտեղ իրանք կուզեն։ Եվ ասեմ, որ իրականում Հայաստանում նաև գնալով այդ մշակույթը զարգանում է, համ հայերը, համ Հայաստան են գալիս նաև այդ digital nomad-ների ասվածը, որ մարդիկ աշխարհի տարբեր կետերից, ընդդեմ դե հիմնականում զումերներն են, բայց ոչ միայն։ Եվ ճանապարհում եւ աշխատում։ Այո, եւ ճանապարհում են եւ աշխատում են, եւ հիմա ընդհանրապես ռիսկը շատ մեծ է, որովհետեւ մրցակցությունը միայն Հայաստանի աշխատաշուկան չի, գլոբալ աշխատաշուկայում ենք գործում։ Սկսած Upwork բան եւ այլն նմանատիպ հարթակները, վերջացրած արդեն որ ցանկացած պահի կարող ես ուրիշ երկրում աշխատանքի ինտերվյուները անցնել Zoom-ով բանով, կովիզան կօգնեն եւ դու կգնաս ուրիշ երկիր։ Ու հիմա էլ մասնարարպես զումերները շատ լավ անգլերեն գիտեն,
եւ ել ավելի մեծ հնարավորություններ։ Բարիերները շատ քիչ են։ Հա, խոչընդոտներ գրեթե չկան։ Այդ տեսանկյունից ու նաեւ սոցիալական կապվածություն էլ չունեն շատ հաճախ նույն հայրենիքը որպես արժեք, ընտանիքը որպես արժեք, քննադատական բովանդակությամբ չեմ ասում, զուտ փաստ եմ արձանագրում, թող ամենը որոշի իրակարծիք։ Գլոբալ աշխարհի հետ են ավելի շատ կապված։ Շատ գլոբալ քաղաքացի բան, չնայած ես մի հետաքրքիր միտում ասեմ, հիմա աշխարհը սկսել է գլոբալիզացիայից չեք նկատել միտումները։ Հիմա բևեռացում է գնում։ Հիմա հակառակ process-ն է արդեն գնում։ Ամերիկայի վերջին գործողությունները չնայած ես քաղաքագետ չեմ, նույն Անգլիայի առանձնանալը բանից, հա, Եվրոմիությունից դուրս գալը, նույն Եվրոմիության Ամերիկայից առանձնանալը։ Իմ երկրորդ մասնագիտությամբ ես եվրոպական գիտությունների մասնագետ եմ, ու ես հենց դրանով էի ոնց որ ընդունվել այդ թեմայով էի գրել, որ ինչպես այդ իրանց եզակիությունը պահպանեն գլոբալ եվրոպական արժեքների մեջ, դա իսկապես հիմա այսենց հետաքրքիր միտումներ ենք նկատում, որը հենց զումերների վրա շատ մեծ ազդեցություն ունենալու ընդ որում։ Իրենք տեսնում են, որ մեծերը, որոնք այս աշխարհը կառուցել են, իրենց հարցերը չեն կարողանում լուծել, հետեւաբար շատ զգուշորեն են մոտենում նախորդ սերնդի սխալները իրենք չկրկնելու համար, իրենք դրանից վախենում են։ Մի հատ հետաքրքիր փաստ կար, որ այս ժամանակակից սերնդի աշխարհընկալման փոփոխության ինդիկատորներից մեկը նաև հենց այդ նախորդ սերնդի թույլտված սխալներն են, որոնք ինքը տեսնում է եւ փորձելով դրանք չկրկնել, կարծում է իր նոր իրականությունը։ Օրինակ աշխատավարձին իրենք շատ, օրինակ այս նոր սերունդը շատ զգայուն է աշխատավարձի հանդեպ եւ High-Rate-ի ուսումնասիրությունը դա էլ ապացուցեց, որ իրենք նախորդ սերնդին տեսնելով, որ իրենք երկար տարիներ աշխատելով հասան թոշակի տարիքի եւ չկարողացան ստանալ այն ինչ իրենց պետք է, կյանքի որակը ընկավ եւ այլն, իրենք չեն ուզում նույն սխալը կրկնել, հետեւաբար այսօրվանից մտածում են այն մասին, որ իրենք ստանան այնքան եկամուտ, որ կարողանան խնայել, ներդնել եւ այլն եւ այլն եւ այլն։ Մի հետաքրքիր բան ասեմ, Forbes-ի հոդված էի կարդում, Ամերիկայի օրինակով էր, այնտեղ գրած էր, որ իրենք հետազոտություններ են արել, տոկոսը կարծեմ 30 թե ավել, չէ, 70% զումերների այդ հետազոտությանը մասնակցած, 71% իրանք ակնկալում են աշխատանքի հայտարարությունների ժամանակ, որպեսզի աշխատավարձը նշված լինի, եթե նշված չի, չեն դիմում։ Այսինքն այդ պահանջը թափանցիկության, արդարության զգացողության եւ աշխատավարձը իրանց համար որպես ռեսուրս, որ տեսնեն, վերահսկեն, կառավարեն, այդտենց դրսևորումներ է արդեն։ Սա նաեւ խորհուրդ այն բիզնեսներին, որոնք անում են գովազդ Instagram-ում կամ Facebook-ում եւ չեն նշում ապրանքի արժեքը, գրեք ապրանքի արժեքը, զումերները չեն առնի։ Ձեզ պատասխանել են անձնական նամակով։ Ձեզ պատասխանել են անձնական նամակով։ Վերջին հարցը, ես կարծում եմ, որ պետքա որոշակի ստրատեգիական ինչ-որ լուծում էլ գտնենք այս հարցում, որովհետեւ դեռ մեր ոդկասթի ավարտից հետո հայկական բիզնեսը շարունակելու է գոյությունը եւ քայլերը եւ ինչ պետք է անի առաջիկա 5 տարիների ընթացքում, որ կարողանա գոյատևել, լավ առնվազն ասեմ գոյատևել եւ փորձենք տալ նենց սահմանում, որը ես գիտեմ, որ դու կարող ես Լիլիթ, հատուկ կարողանան գործածել ոչ միայն խոշոր ընկերությունները, որովհետեւ VR ակնոցներ եւ այլն բարդ տեխնոլոգիական լուծումներ պահանջող ընկերություններում, բարդ տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարցերում բարդ թիմեր են, մեծ թիմեր են հավաքվում եւ դա ծախս է։ Նաև փոքր թիմերը կկարողանան կիրառել։ Մեկը, որը ես կարծում եմ առաջնային է, դա առաջնորդահեն մենեջմենտն է, որ մենեջմենտը ոչ թե խոսի արդեն առաջնորդության լեզվով, այլ կամ կարդագրքեր ու գաղափարից ասի, որ ես առաջնորդ եմ, ես ճիշտ ձևը գիտեմ, եկեք գնանք այս ուղղությամբ, այլ իրոք սկսի լսել ու առաջնորդել մարդկանց ըստ իրենց ցանկությունների, ասես ձեռքը բռնել մարդկանց եւ ուղեկցել աշխատանքային կարիերայով։ Ըստ քեզ 5 տարվա առաջիկա ստրատեգիական քայլերը որոնք պիտի լինեն մեր հայկական բիզնեսի համար։ Լիդերության հետ կապված քո ասածը շարունակեմ, այդպիսի մեթոդ կա, ես իմ դասընթացներում էլ սովորացնում եմ, կոչվում է leading through listening, այսինքն առաջնորդել լսելու միջոցով եւ առաջնորդության ժամանակակից Ուրսքյոնեգի radical humility մոտեցումը հենց դա է ասում, առաջին քայլը ինքնաճանաչողություն, իսկ երկրորդը թիմին ճանաչել եւ հարաբերությունների վրա հիմնված առաջնորդում։ Այսինքն դա իսկապես այդպես է, եթե մենք կարողանում ենք adekvat հարաբերություններ կառուցել եւ ճանաչել մեր դիմացինին, անկախ նրանից ինքը զումերա թե զումեր չի, մենք միայն լսելով կարող ենք արդյունավետ առաջնորդ լինել, դա միանշանակ դա իմ անձնական փորձից եւ որպես մասնագետ կարծիքը։ Մյուս մի քանի խորհուրդները, որը ես կարող եմ այս պահին տալ, առանց քննարկման,
միանշանակ աշխատանքային ձևը, աշխատանքի ռեժիմը դարձնել հիբրիդ։ Դա անգամ օրենքով է, կարելի ասել, հաստատված արդեն, հա, յուրահատուկ իհարկե պայմանների ապահովման դեպքում։ Հնարավորության դեպքում իհարկե, չէ։ Հնարավորության դեպքում իհարկե, բայց միաժամանակ ես կարծում եմ, որ բիզնեսների մոդելը կարող են հիմիկվայից այնպես մտածել, որ ենթադրվի հիբրիդ, այսինքն նույն օրինակ որտեղ որ ես աշխատում եմ խորհրդատվական ընկերություններում, մենք շաբաթվա մեջ 1 օր կարող ենք աշխատել տնից։ Կարիքի դեպքում, եթե աշխատանքի բնույթը պահանջում են, կարող ենք մի քանի օր չգնալ գրասենյակ։ Այսինքն այդ ճկունությունը կա, որովհետև եթե կա վստահություն եւ պրոֆեսիոնալ անձնակազմ, այդ ճկունությունը միանշանակ կարող ենք տալ։ Այսինքն առաջին խորհուրդը, որը ես կտամ, փորձել աշխատանքի ձևը դարձնել հիբրիդ, քանի որ սա արդեն այլ ընտրանք չունի։ Մենք արդեն դրա համատեսել ենք, զումերները արդեն դա սիրում են, իրանք շատ են սիրում գնալ co-working, ինչ-որ sense space-երում աշխատել տարբեր եւ իրանք ավելի մոտիվացված են զգում, ավելի շատ networking-ա, շատ մարդկանց հետ են ծանոթանում եւ այլն։ Ավելի լավ է մենք իրանք տանք այդ հնարավորությունը, ես այդպես եմ կարծում։ Այդտեղ երկրորդ կարծիք, կարծում եմ չի կարող տեղ ունենալ այս դարաշրջանում։ Երկրորդ խորհուրդը, որը ես կտամ, դա ավելի արդյունքների վրա հիմնված մենեջմենթի մոտեցումն է։ Այսինքն միանշանակ մենք պետք է փոխենք 9-ից 6 աշխատակից այստեղ նստած է, ուրեմն լավ աշխատակից է։ Տենց բան արդեն շուտվանից չկա։ Ինքը կարող է 9-ից 6-ը նստած խաղում է կամ ուղակի ոչ մի բանով չի զբաղվում, հա։ Այսինքն ես կարծում եմ, որ մենեջմենթի մոտեցումը պետք է լինի, ինչպես ասում են, result oriented, այսինքն արդյունքների վրա հիմնված։ Տալիս ենք հանձնարարություն, նշում ենք ժամկետ եւ որակական չափանիշներ, թե ինչ ձևով, երբ եւ ոնց ինքը դա կանի տնից թե օֆիսից կարեւոր չի։ Այսինքն մենք մեր մոտեցումը աշխատանքի փորձում ենք հետեւյալ ձևով փոխել արդյունք, ոչ թե process, ոչ թե ֆիզիկական ներկայություն, կգաս կնստես 9-ից 6, ուրեմն դու լավ աշխատող ես, մատնետ կտվել ես, ուրեմն եղել ես։ Այսինքն երկրորդ մոտեցումը հստակ պետք է լինի, հստակ չափանիշներ, հստակ պահանջներ, հստակ ժամկետներ։ Նաև երրորդը անպայման օգտագործել հնարավորության դեպքում թեկուզ մի շարք անվճար եւ մատչելի լուծումներ կան project management գործիքներ, ինչ որ կամ շփման հարթակներ։ Շատ մատչելի են։ Քանի որ զումերները շատ մանավանդ ընդ որում փոքր քանակների դեպքում անգամ անվճար լուծումներ կան, եթե 10 հոգանոց ընկերություն է եւ շատ լուրջ զգայուն տվյալների հետ չի աշխատում, այդ հնարավորությունը կա, քանի որ զումերները այդ on-line հարթակը իրանց համար շատ անգամ SMS-ն է նախքին դար, իրանք SMS չեն օգտվում եւ անգամ մի շարք WhatsApp, Viber դա էլ է չաթերն էլ իրանց համար տեն շատ նախընտրել չեն։ Իրանք ֆունկցիոնալով հարուստ հարթակներ են սիրում, որը համ chat ունի, համ newsfeed ունի, համ sense հնարավորություն ունի, դա այդքան բարդ չի, իրանց մոտիվացնելու եւ իրանց լեզվով իրանց հետ խոսելու համար ես խորհուրդ կտամ օգտագործել նախագծերի ղեկավարման, task management, project management, ցանկացած ինչ-որ տենց գործիք, որովհետեւ CRM համակարգ կախված արդեն բիզնեսի բնույթից։ Եվ երևի թե այդ գոհունակության հարցումներ, եթե մեծ ընկերություն է կամ բարբերաբար խոսակցություններ հետադարձ կապ տալ, ստանալ միանշանակ եւ զարգացման ուսուցման ուղղությամբ շատ ավելի ինտենսիվ եւ ժամանակակից այդ learning style, որ ասում են, սովորելու մեթոդի վրա հիմնված, ամեն մեկի անհատական սովորելու մեթոդի վրա հիմնված զարգացման ծրագրերի մասնակցությունն է։ Եվ պարտադիր չի դասընթացներ sense լինեն դասական։ Թեկուզ տնօրենը կանչի եւ խոսազումերների հետ իր success story-ին, իր պատմությունը պատմի, իրանց լսի, հարցերին պատասխանի, այսինքն կարծում եմ առողջ դիալոգ, որն ուղղված է մասնագիտական եւ ոչ միայն մասնագիտական հմտությունների զարգացմանը այդ կոնտեքստում, այդպես։ Ես բոլոր կետերի հետ լիարժեք համաձայն եմ, մի կետ կավելացնեմ իմ կողմից, կարծում եմ մեզ մոտ բիզնեսի ու զումերների միջև, այս նոր սերնդի միջև կոմունիկացիայի պակաս նրանից է, որ նաև մենք չենք խոսում իրենց հետ, հարթակներ չկան խոսելու։ Իմ գործընկերներից մեկի հետ, ում հետ ես խորհրդատվություն եմ անցկացնում, մենք համապարփակ sense մեծ մեխանիզմ դրեցինք ժողովների անցկացման, տետատետ հանդիպումների, հարցումների եւ այլն, որը առաջին տպավորությունից հիմնադրի մոտ առաջացրեց զգացում, որ խնդիրներ չկային, առաջացան հենց մենք դրեցինք այս սխեման, այո, բայց ասեցի հանգիստ կարող ես չանհանգստանալ, այստեղ խնդիրները առաջ էլ կային, բայց դրանք չէին բարձրաձայնվում պարզապես։ Հիմա ուղղակի դու դրանց մասին լսում ես եւ դրանք քանի որ գիտես, կարող ես դրանք կառավարել, եթե դրանք դու չգիտես, ցավոք երբեք չես կարողանա դրանց վրա ազդել։ Բողոքը նվեր է։ Հաճախ նեսպասարկման մեջ էլ տենց գիրք ու մոտեցում կա, նույնն էլ այստեղ բողոքը կամ հետադարձ կապը նվեր է ընկերության համար։ Եթե խոսենք, այնքան ավելի լավ։
Շատ շնորհակալ եմ բովանդակալի զրույցի համար, ֆանտաստիկ եզրափակում ունեցանք։ Կարող ենք անverջ խոսել այս թեմայով։ Կարող ենք անverջ խոսել, բայց դրա համար կկազմակերպենք եւս մեկ թողարկում։ Շնորհակալություն, որ եկար։ Սպասեմ, շնորհակալ եմ հրավերի համար, Դավիթ ջան։ Ցտեսություն։